Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV նորից եթերում է, ողջունում եմ կրկին բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ սպասում են մեր հերթական թողարկմանը։ Իսկ այն, որ այսօր մեծ թվով սպասող ունկնդիրներ ունենք, կարող եք չկասկածել, որովհետև հերթական ուղիղ կապն են քիչ հետո հաստատելու մեր հանրահայտ, այսպես ասած, գործընկերներից մեկի դոկ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Հասկանում եք, չէ, թե որքան մեծ է հետաքրքրությունը այս անձնավորության հանդեպ։ Շերի բարեկամներ, բայց մինչ մեր զրույցը Վարդան Ղուկասյանի հետ սկսելը, հիշեցնեմ, որ անպայման բաժանորդագրվեք, դարձեք մեր ալիքի, այսպես ասած, հետևորդը եւ ձեր աջակցությունը բերեք բոլոր հարցերում։ Շերի բարեկամներ, իսկ հիմա ինձ արդեն հուշում են, որ ուղիղ կապը պարոն Ղուկասյանի հետ կա եւ ես մեծ հաճույքով ողջունում եմ նրան։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ուրախ եմ, որ նորից ուղիղ կապի մեջ ենք ձեզ հետ։ Ես պիտի ասեմ, որ մեր վերջին հարցազրույցը ռուսերեն, երբ մենք անցկացրինք ձեզ հետ, մեծ թվով զանգեր ստացանք մարդիկ, այսպես բողոքի, այսպես ալիք բարձրացրին, ասին խտրականություն եք դնում, ինչի ռուսերեն, այլ ոչ հայերեն, նրանք ովքեր չգիտեն հայերեն ինչի նրանց համար ավելի մեծ թվով ունկնդիրներ պետք է տուժվեն եւ մենք չլսենք հարցազրույցը Վարդան Ղուկասյանի հետ հենց հայերենով, այնպես որ այս ամենը հաշվի առնելով միգուցե մենք անցնենք հայերենի։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան, ես չէի ասի, որ դուք խտրականություն եք դնում, որովհետև այսքան ժամանակ մենք երբևիցե ռուսերեն լեզվով հաղորդում չենք ունեցել եւ ավելի շատ, եթե խտրականության մասին է գնում խոսքը, մենք երևի ավելի շատ պաշտպանել ենք մեր հայերեն տիրապետող եւ հայոց լեզվի իմաստությամբ մեր քաղաքացիներին, իսկ հայերենի վատ տիրապետմամբ մեր հայրենակիցներին թողել ենք միշտ անուշադրության կենտրոնում, ըստ եթե խտրականություն կա, մենք երևի դրել ենք դեպի հայերեն իմացողների կողմը, բայց ես այդ կարծիքին չեմ, չգիտեմ ինչի են մեր հեռուստադիտողները նեղվել, բայց եթե ունեն հարցեր, եկեք այսօր անդառնանք նաև իրենց հարցեր, չնայած Ռուսաստանի հայերը այդքան շատ հարց չեն տվել, լավ, ինչևիցե անցնենք առաջ, սկսենք ձեր հարցերը, ժամանակը սահմանափակ է։ Պարոն Ղուկասյան, գիտեք, այս հարցը ինձ հաճախ են տալիս մեր ունկնդիրներից շատերը, ասում են, որ դուք շատ հաճախակի անդրադառնում եք Կարեն Դեմիրճյան անձնավորությանը, խոսում այն մեծ ծավալի աշխատանքի մասին, ինչը իր հայրենիքի հանդեպ կատարել է Կարեն Դեմիրճյանը եւ նրա իհարկե ավանդը անչափ մեծ է մեր երկրի կայացման գործում։ Եվ պիտի ասեմ, որ անգամ կան մարդիկ, որոնք ինձ հարցնում են, իսկ ինչի եք մոռացության մատնել Ստեփան Դեմիրճյանին, չէ՞ որ նա էր շատ ինքնատիպ, հետաքրքիր անձնավորություն է եւ կարող էր հատկապես այս օրերին ցանկացած դաշինքի կազմում մասնակցել առաջիկա ընտրություններին։ Միթե հնարավոր չէր, որ ասենք թեկուզ այս նույն դոկ կուսակցության դաշինքով նա գնալ առաջիկա ընտրություններին։ Հետաքրքիր հարց է իհարկե։ Ես կարծում եմ, որ պարոն Ղուկասյան, դուք երբևիցե այդ մասին մտածել եք, հնարավոր է նման համագործակցություն, չգիտեմ, երևի ավելի ճիշտ կլինի, եթե այս բոլոր հարցերին դուք ինքներդ պատասխանեք։ Պարոն Ղուկասյան, ուրեմն ես այո, խորին հարգանք եմ տածում Կարեն Սերոպիչի ընտանիքի եւ Կարեն Սերոպիչի նկատմամբ։ Պարոն Դեմիրճյանը կամ ընկեր Դեմիրճյանը ավելի շուտ եղել է հայ մեծանուն քաղաքական եւ պետական գործիչներից մեկը, ում իշտակը պետք է միշտ մնա վառ հայ ժողովրդի սրտում։ Դա մի հիանալի հոյակապ պետական գործիչ էր։ Ես Կարեն Դեմիրճյանի կողմնակիցն եմ եղել դեռ 1998 թվականին, երբ որ ժամկետային զինծառայող էի եւ ընտրությունների ժամանակ Քոչարյան Դեմիրճյան, այդ որ հայտնվեց այդ մարտի 16, այս անգամ օրն եմ հիշում, մարտի 16 եւ Քոչարյան Ռոբերտը ցուցակում ամենավերջինն էր այդ քվյաթերթիկի վրա, առանց հայրանունի, եւ ես
Փառքասո Արտանիշի զինծառայողներն ու սպաները եւս լսում են այս հաղորդումը եւ կհիշեն թե ինչպես խառնեցի ամեն ինչ, այսինքն Պաշտպանության նախարարության ծրագրերը եւ Արտանիշի գումարտակի գերակշռ մասը քվեարկեց Կարեն Սերոպիչի օկտին եւ Արտանիշ գյուղում Քոչարյանը պարտվեց առաջի փուլով։ Երկրորդ փուլով ընտրակեղծիքներով անցկացրեցին։ Ինչ վերաբերում է Ստեփան Դեմիրճյանը մասնակցել է գիտեք նախագահական դատորությունների, թիմը չեմ հիշում, բայց նորից Քոչարյանն էր եւ Ստեփան Դեմիրճյանը հաղթած տեխնացու էր։ Բայց ով կարա Ղարաբաղյան կլանի դեմ, բնականաբար Քոչարյանը նորից զավթեց իշխանությունը։ Ես այն ժամանակ ռազմական ոստիկանության աշխատող եմ եւ գնացել եմ քվեարկել եմ Ստեփան Դեմիրճյանի օկտին։ Եթե Ստեփան Դեմիրճյանը ցանկանում է, ես շատ կուզենայի, որ ինքը ցանկանա վերադառնալ քաղաքական դաշտ, ես կուզենայի, որ այդ մարդը գազ վերադառնալ քաղաքական դաշտ եւ ինչի՞ չէ հենց իմ հետ միասին։ Ես իմ պագոները չին գնի նման առաջարկություն անելուց, չգիտեմ այդ ինչպես կընդունվի այդ առաջարկությունը, բայց այդ մարդը մաքուր մարդ է, երբևիցե չի եղել ցածխված ոչ մի տիպի կոռուպցիոն սխեմաների, մարդասպանությունների, պետական դավաճանությունների եւ երեխա վաճառելու հակահայկական ոչ մի բանի մեջ։ Մաքուր մարդ եկավ, փորձեց օգնել ժողովրդին կուլտուրական ձևով, Էնել Քոչյանի դեմ ինչ կուլտուրական, Քոչյանը զավթեց իշխանությունը, բայց այդ մարդը Ստեփան Դեմիրճյանը հաղթած էր։ Զավթեց էլ նորից վերարտադրվեց։ Ես միանշանակ կողմ եմ եւ նորից եմ կրկնում, շատ ուրախ կլինեմ, եթե այդ մարդը որոշի վերադառնալ քաղաքականություն եւ ինչու՞ չէ, ես ինքնին մի տեղ նաեւ նմանություն տեսա Վազգեն Սարգսյան Կարեն Դեմիրճյան, հիմա քանի որ ես միշտ ասել եմ, որ Վազգեն Սարգսյանի գործը շարունակողը ես եմ եւ այդպես էլ կա, ոչ մի քաղաքական ուժ նաեւ իր հարազատ եղբայրը քույրը, այդ հերմաֆրոդիտը, մենք տեսանք ինչ արեց եւ միակ Վազգենի ուղին բռնած մարդը ես եմ, ինչու՞ չէ, թող Դեմիրճյանի ընտանիքի այսպես ասած ներկայացուցիչը գա միանա, ընդունի առաջարկությունը եւ գա միանա մեզ։ Միանշանակ դրական եմ նայում դրան, չգիտեմ այդ հարցը ով ատվել, մալադեց այդ հարցը տվողին։ Հաջորդը Պարոն Ղուկասյան, անկեղծ դուք գոհ եք ձեր շտաբի պետ մեր հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանի աշխատանքից, որտեվ այդ մասին շատերն են հարցնում։ Իհարկե գոհ եմ եւ զարմանում եմ այդ մարդու առողջության վրա, որ սա կարողանում է ինտրիգների մեջ դեռ վրացմա սատանյան գանջխուլ ինտրիգների մեջ դիմակայել, իհարկե գոհ եմ, չունեմ ոչ մի դժգոհություն, նորմալ է։ Գիտեք, ես պիտի ասեմ, որ շատերն են հարցնում նաև, թե ինչ է այս օրերին կատարում դուք կուսակցության ներքին խոհանոցում, այդ խմորումները, այդ ասեկոստերը, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը եւ ի վերջո արդյոք ամեն ինչ ձեզ մոտ այսպես ասած կանոնակարգված է, խնդիրներ չկան ընտրություններից առաջ։ Դոկուսակցության ներսում, հետևաբար ներսում ոչ մի բան չի կատարվում, դոկուսակցության դրսում ահագին բան կատարվում, կուսակցության շուրջը պտտվում են տարբեր տիպի այլ մոլորակայիններ, որոնք ամեն տիպի փորձում են ցեղ շպրտել կուսակցության վրա, Վարդան Ղուկասյանի վրա, կուսակցության նախագահի վրա, չգիտեմ, շտաբի պետի վրա, մյուսի վրա։ Դոկուսակցության ներսում ոչ մի բան չի կատարվում, մենք գնում ենք համագումարի, նոր կանոնադրությամբ, այն որ ասում այդ համաձայնեցնելով կուսակցության կանոնադրությունը ընդունված գործող օրենսդրության հետ եւ նոր նախագահական կազմ ընտրելով։ Ուրիշ ոչ մի բան կուսակցության ներսում չի կատարվում։ Կուսակցությունը հանգիստ խաղաղ իր տեղը նստած է։ Ուրիշ հարց, ոնց եմ ասում, տարբեր ալմորակայիններ, տարբեր ձևերով փորձում են խառնել, շրջել, սրան վարկաբեկել, չգիտեմ, նրան վան հետ խաղալ։ Այդ անձի կապ չունեն կուսակցության հետ, այդ ալմոլորակայինները, դրանք ես անգամ մարդ չեմ ուզում կոչեմ դրանց, հասկանում եք։ Ուստի այն բոլոր այդ խոսակցությունները, քչի-փչիները, տրսծները եւ այլն, որոնք տարածվում են տարբեր անձանց շուրջ, կուսակցության մեջ գտնվող, այն որ ասում եմ, այդ բոլորը սին են, թող հանգիստ իրանց տեղը վեր ընկնեն, այդ այսպես կուսակցության վատ կամեցողները, հանգիստ եղեք։
Դե հրաժեշտից առաջ կուզենայի տաղլավանդական հարցը ինչ ունեք ավելացնելու։ Ես ունեմ ավելացնելու հետևյալը, պարոն Ղուշան ջան, որ անկախ ամեն ինչից, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ինչ այսօր կատարվում է ինձ հետ, ամերիկյան օրենսդրական դաշտում, որ իմ բոլոր փաստաբանները, չգիտեմ ընդեղ աջակիցները շոկի մեջ են, որ ոչ մի կերպ օրենքով մենք մեր ուզածին չեն կարողանում հասնել։ Այն դեպքում եւ ամբողջ օրենքը մեր կողմից է, բայց մենք մեր ուզածին չեն կարող հասնել, ասեմ բոլորի համար հասկանալի է, որ ամեն ինչ ուզում են անել, որ Վարդան Ղուկասյանը հնարավորինս շատ մնա այս բանտում, որպեսզի կտրված լինի Հայաստանից, որպեսզի կարողանան Հայաստանի վրեն դնեն խաչքար եւ բրծնեն Հայաստանից։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ մարդիկ իրենց նպատակին չեն հասնելու, քանի դեռ ես կամ ու ես կլինեմ եւ իմ աջակիցները կան, որովհետև ստեղ հարցը Վարդան Ղուկասյանը չի, Հայաստանի լինել չլինելու հարցն է։ Դուք տեսնում եք ինչ է կատարվում, ոնց Ադրբեջանը փորձում ամեն կերպ նվաստացնել, ծաղրել, ստորացնել, ոչ միայն այլ ադրբեջանական ժողովուրդը նաև։ Եվ ոչ մի քաղաքական դաշտում խաղացող, այսպես կոչված քաղաքական կերպար, որը առաջադրում է վարչապետի տեխնացու, չեն համարձակվում պատասխանել, չեն համարձակվում, չգիտեմ, արձագանքել, ասում ես հարց է տալի, Ղարաբաղի հարցը փակված է, ձեն չեն հանում, միջանձնելու է թե չի ունելու, ձեն չեն հանում, չգիտեմ, ցեղասպանության հարցը փակված է թե չէ, քար նստացել, բայց ասորակռիվ են անում։ Այ մարդ Ալիևը եւ իր ամբողջ ադրբեջանական ժողովուրդը ամենավերջին ձևով ստորացնում է մարդկային արժանապատվությունը, հայի արժանապատվությունը, խոտը բերաներն առած նստած են մեր քաղաքական լիդերները։ Դեպքում առաջանում է հարցեր, գալիս եք ինչ անեք, այ մարդ, հենա մի հատ չմոկ կա, ոնց ուզում բանացնում են։ Ամբողջ ադրբեջանական մեդիայով Նիկոլասում, Ջան Նիկոլասում գովում, պարում, երգում, բարաբանում, մի հատ ասում են հայերը սովոր են միշտ ուրիշ պետ, ուրիշ ազգի տակ սրուկինման ապրել, հենակ ապրեն հիմա էլ մեծ ձեռի տակ։ Ես դա չեմ կարող անդուրել։ Եթե ես իմանամ, որ մի օր գալու է աստված հեռուստանի, այն պահ, որ Հայաստանը պիտի դառնա ադրբեջանական վիլայետ, ես հիմա ազգանուններ կփոխեմ, անուններ կփոխեմ, ամեն ինչն էլ կփոխեմ, որովհետև ես չեմ ուզենա, որ ին վրա իշխի մահմեդական ինչ-որ մի ցեղախումբ, դա ժողովուրդ չի, դա ցեղախումբ է, դա ազգություն չի, ադրբեջանցի դա ազգություն չի, ազգություն չկա։ Այդ Ադրբեջան բառը ձևավորվեց բոլշևիկների միջոցով, այսինքն Կասպիցովի մոտակայքում ապրող ժողովուրդ ցեղախմբեր էին։ Նույնն էլ Օսմանյան կայսրությունը դա ցեղախումբ եկավ, զավթեց, վեկալավ, նստավ։ Հասկանում եք, եւ այսօր գնալ 5000, 3000-ամյա մշակույթ ունեցող ազգը գնա մտնի ինչ-որ ցեղախմբի տակ ու յան փորձել տան կառավարել, ես կհրաժարվեմ, ես կհրաժարվեմ այդ ազգությունից։ Ես հիմա փորձում եմ ամեն ինչ անել, որ մեր երեխաները, մեր ապագա սերունդը հայ մեծանա։ Ես մեծացել եմ սովետական միության ժամանակ, բայց մենք չենք զգացել, որ մեր ինչ-որ մի հատ այլ ազգ իշխում է, ռուսը իշխում է մեզի։ Մենք դա չենք զգացել։ Երևանյան 20 շրջանից մեծացել եմ, օկտեմբերյանի 4 դպրոցը գնացել եմ, մեզ սովորացել են հայնովա, մեզ ասել են Արարատը ձերն է, մեզ ասել են ցեղասպանությունն է եղել, մեզ ասել են դուք քրիստոնյա եք, մեզ սովորացել են, կերտել են, ոտի են կանգնացել հայ, եւ այն 90-ականների սերունդը, որ զոհվեց Ղարաբաղյան պայքարի ժամանակ, դրանք բոլորը դաստիարակված էին սովետի ժամանակ, հայ ոգով։ Իսկ հիմա այսօր տեսեք ինչ է կատարվում։ Իրար փոր են թափում, օրեկան ինոդել մի հատ զինվորի են բանը սպանել, մեկ չգիտեմ մի հատ 10 հոգով հալում գյուլում են, բայց այդ մարդկանց ազգային արժանապատվությունը ստորացում ես, պղծում ես, թքում ես դեպքերին, դե չեն հանում։ Եվ այսօր եթե որոշակի մարդիկ ասեն Վարդան Ղուկասյանը ուզում է տանի դեպի Ռուսաստան, Վարդան Ղուկասյանը չի տանում դեպի Թուրքիա։ Այլ ոչ թե դեպի Ռուսաստանը տանում, չի տանում դեպի Թուրքիա։ Թե չէ նույն Եվրոպան էլ է ձեզ բրցում Թուրքիա, Ամերիկան էլ է բրցում Թուրքիա, սա բրցում է Թուրքիա։ Այմա Թուրքիան էսքան լավ բան է, գնացեք Թուրքիա ապրեք, այնտեղ ֆրանսիացիներ, գերմանացիներ։ Կարդում եք Թուրքիային Եվրոմիության կազմի մեջ, ջանասեք, խիղի չեք կանթունում, եք վախեցած թուրքերից, բայց մեզ բրցում եք դեպի Թուրքիա։ Սա եմ ուզում ասեմ, սիրելի ժողովուրդ, դուք եք այդտեղ ապրում, ես Ռուսաստանի քաղաքացիություն ունեմ։ Ինձ Ռուսաստանը կընդունի, ձեզ չեն ընդունի։ Գնացեք Թուրքի հետ ապրեք, հասկացեք։ Վաղը միշտ գալու են Երևանի կետոնում ոստիկանությունը, կանչելեք ոստիկանությունը ձեզ ապրելու տալի։ Թուրքին չի բռնի։ Սափվեք, էդ է իմ ասածը։ Մնացեք հայ,
Դաս մեր հայ առանապատվություն ունեցեք, այդքան զոհվածների արյունը իզուտեղը չգնա թափի։ Մենք չենք կարող ապրել թուրքական վիլայեթում, հենց այն ասածը, որպես ստրուկ։ Այսքանը շնորհակալություն է ժամանակ մաղացեց Ղուշան ջան, մնաք բարով։ Սերի բարեկամներ, մենք հերթական անգամ ուղիղ կապ էինք հաստատել դուք կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի հետ։ Սպասեք նրան իհարկե առաջիկայում եւս, իսկ այսօր այսքանը ցտեսություն։